իմ պապիկը, տատիկը ցեղասպանության վերապրածներ են եւ պատկերացրեք, որ նրանք 50 տարի եւ ավելի ընդհանրապես վախեցել են եւ չեն ցանկացել պատմել իրենց գլխով անցածը։ Այդ ցավը վերապրելը սարսափելի բան է, հասկանում եմ, բայց որպեսզի կարողանանք մեր իրավունքները պաշտպանել, մենք դրա մասին ոչ միայն պիտի բարձրաձայնենք, այլև պիտի արձանագրենք։ Եվ այս առումով ես ձեզ խնդրում եմ, վկայություններ, եթե հավաքողներ կան, անպայման ամբողջ պատմությունը, քանի թարմ է ձեզ մեջ այդ հիշողությունը, ամբողջը տվեք, պահեք բոլոր նկարները ձեր սեփականության, որտեղ սեփականության իրավունքը ոչ մեկ ոչ չի վերցրել ձեզանից եւ դրա պահանջը եւս մի լրացուցիչ շերտ է վերադարձի իրավունքը ապահովելու համար, թե եվրոպական դատարանում, թե միջազգային դատարաններում։ Երկրորդ խնդիրը, որ ես կուզենամ, անպայման փաստաթղթերը պահեք, փաստաթղթերի պատճենները պահեք, պարտադիր այն ինչը որ ունեք, եթե էլեկտրոնայինը կա, էլեկտրոնայինը կա, պահեք դրանք, խնդրում եմ ձեզ, եթե կհիշեք տարիներ առաջ Նյու Յորքի ապահովագրության ընկերությունը փոխհատուցում սկսեց տալ ցեղասպանության վերապրածներից նրանց, ովքեր պահել էին ապահովագրության թղթերը եւ կարողացան դիմումներ ներկայացնել, ճիշտ է, դատական գործընթացներով դա անցավ, բայց դա եւս մեկ հավաստող փաստարկ է, որը ամրագրում է վերադարձի իրավունքը եւ սեփականության իրավունքի հանդեպ տնօրինման ուրեմն պահանջը։